Երկու տարի առաջ հաստատված հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունից մինչև Հայաստանում ռազմական կցորդի նշանակում ու ներգրավվածություն ենթակառուցվածքային նախագծերում, Մեծ Բրիտանիան նոր թափով վերադառնում է Հարավային Կովկաս, Հայաստանը դիտարկելով որպես տարածաշրջանի առանցքային գործընկեր։ Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ներդրումներ արել, կլիներ տնտեսական ներդրում, կլիներ քաղաքական ներդրում, կլիներ դիվանագիտական ներդրում Վրաստանում։ Եվ երբ որ իրանք հասկացան, որ Վրաստանը այլևս վստահելի գործընկեր չէ իրենք ոնց որ հասկանում են, որ կամաց փոխանցում են այդ ներդրումները Հայաստան։ Այդ առումով կա շրջադարձը Հայաստանի դեպի արևմուտք, կա այդ ռազմավարական գործընկերության օրակարգը, որի հիմքն է այս ներկա իրադարձություններին, եւ Մեծ Բրիտանիայի ռազմավարության տարածաշրջանից կապված իրենք փոխում են Վրաստանից դեպի Հայաստան։ Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի Երևան այցի շրջանակում Լոնդոնը հայտարարեց Հայաստանում իր դեսպանությունում պաշտպանության բաժին բացելու պատմական որոշման մասին։ Այս կարևոր քայլը արտացոլում է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը աջակցելու Հայաստանի պաշտպանական կարողություններին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։ Նպատակը այն է, որպեսզի համագործակցությունը բրիտանական ուժային կառույցների ու հայկական ուժային կառույցների ավելի դյուրինանա ու արագանա ու եվրոպական երկրները ունեն sense պրակտիկա, իրանք ոչ միայն տալիս են ձեզ այն ծառայությունը, որը դուք ուզում եք, իրանք ավելի շատ հակված են ոնց որ այդ կոնսալտինգ ու անալիզ անեն ու իրանք էլ առաջարկեն լուծումներ։ Ու Հայաստանում այդ կցորդու հետ ռազմական բաժինը բացվելը հենց դրան է սպանելու ավելի շատ միտված։ Երևանում բացված Մեծ Բրիտանիայի պաշտպանության բաժինը այսպիսով լինելու է Լոնդոնի ռազմական աչքը Հայաստանում։ Այն համակարգելու է պաշտպանական քաղաքական երկխոսությունը, վերապատրաստման ու կարողությունների զարգացման ծրագրերը, բարեփոխումների աջակցությունը, ինչպես նաև մշտական ռազմական կցորդի միջոցով ապահովելու է կապը Երևանի ու Լոնդոնի միջև։ Մեծ Բրիտանիան երևի ունի աշխարհի ամենահնագույն ռազմական դպրոց, ընդհանրապես ռազմական դոկտրին։ Մեծ Բրիտանիան չմոռանանք, որ քանի հարյուրամյակներ գեգեմոն է եղել ամբողջ աշխարհում, տարբեր մայրցամաքներում բազմաթիվ մարտական գործողությունների մասնակցել ու ունի ռազմակակրթական ամենահին կրթական հաստատությունը երևի աշխարհում։ Իրանք ունենալով տենց ինստիտուտներ կայացած ամենօրյա ռեժիմով ներկա մարտական գործողությունների փորձը, ռազմաարդյունաբերության զարգացման եւ այլն փորձը մշտական ռեժիմով անալիզ են անում ու տեղայնացնում են։ Այսինքն պատահական չի, որ օրինակ Ուկրաինայի պատերազմում բրիտանական կցորդները, ռազմական ու հրահանգիչները ընդ որում տարբեր մակարդակում, սկսած զորքերի մակարդակից մինչև գլխավոր շտաբի մակարդակ, երևի ամենամեծ դերն են կատարում։ Լոնդոնը տարիներ շարունակ ռազմական կցորդներ ունի թե Թբիլիսիում, թե Բաքվում։ Բրիտանական ռազմական ներգրավվածությունը Վրաստանում մեծացավ հատկապես Վարդերի հեղափոխությունից հետո, տարածքային անվտանգության ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման գործընթացներով պայմանավորված։ Բաքվում ռազմական կցորդի ներկայությունը սկսվեց 2000-ականների սկզբին, երբ Լոնդոնը հետևում էր Կասպից ծովի էներգետիկ ծրագրերի անվտանգությանն ու ռազմաքաղաքական հավասարակշռությանը։ Մեծ Բրիտանիայի ներդրումը Ադրբեջան միայն տնտեսական էր եւ սպეციფიկ էր նավթի ոլորտում։ Եվ հիմնված այդ հարաբերության վրա Ադրբեջանը փորձում էր քաղաքական դիվիդենդներ քաղել, բայց Մեծ Բրիտանիան զուտ քաղաքական եւ դիվանագիտական ներդրում չէր արել Ադրբեջանի մեջ։ Իրենք ավելի արել էին Վրաստանում, որովհետեւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը ահագին ուշադրություն է դարձնում եւ կարեւորություն է դնում ժողովրդավարական համակարգի մեջ, արժեքների մեջ եւ այլն։ Բաքվի հետ Լոնդոնը տնտեսական հարուստ անցյալ ու ներկա ունի։ Բրիտանական նավթագազային հսկան British Petroleum-ը դեռ 2000-ականների սկզբից խոշոր ներդրումներ է անում այդ երկրում։ 2005-ին միջազգային հրապարակումների համաձայն դրանք կազմում էին մոտ 8-ից 15 միլիարդ դոլար, 5 տարի անց պիտի հասնեին 20-ից 30 միլիարդի։ 2015-ին British Petroleum-ը եւ նրա գործընկերներն Ադրբեջանում ներդրումները հասցրին շուրջ 60 միլիարդ դոլարի։ 2025-ի վիճակագրությունը փաստում է ավելի քան 87 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրումների մասին, որոնք մոտ 10 անգամ գերազանցում են մեր երկրի տարեկան պետական բյուջեն։ Հայաստանը մինչև 21-22 թիվը համարվում էր Մեծ Բրիտանիայի տեսանկյունից որպեսի ռուսական գաղութ եւ որպեսի մի երկիր, որ ՀԱՊԿ-ի անդամ է, բնականաբար իրենց տեսանկյունից եւ իրենց ռազմավարական հայացակարգի տեսանկյունից Հայաստանը չէր կարող լինել իրենց ռազմավարական գործընկեր։
Բայց երբ որ սա իրականացվեց, տեսնում ենք, որ արդեն Մեծ Բրիտանիան դիմում է այն քայլերին, որ իրենք դիմում են։ Նույն ժամանակ իրենք հասկանում, որ Հայաստանը ունի այն ներուժը, որ մեր հարևան երկիրները չունեն։ Եվ դրա համար պատահական չի, որ ինչքան Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը ներդրումներ են անում Հայաստանին, այդքան ավելի հետաքրքիր է դառնում Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայի համար։ Հայաստանի հետ Մեծ Բրիտանիայի առևտրաշրջանառությունը 2025-ին մնում է շատ փոքր՝ 10 ամսվա կտրվածքով մոտ $89 միլիոն, ինչը փորձագետները բավարար չեն համարում, բայց ընդգծում են, առևտրից բացի մեր երկիրը բրիտանական խոշոր ներդրողների համար այլ հետաքրքրություններ կարող է ունենալ։ Հայաստանի արհեստական բանականության կարողությունը այնքան զարգացած է եւ այնքան ներուժ ունի, որ ասենք ամբողջ Եվրազիայում, ոչ թե միայն Հարավային Կովկասում մենք տարբերվում ենք։ Եվ բնականաբար բոլորը գիտակցում են եւ գիտեն, որ ապագան բարձր տեխնոլոգիաների մեջ է, արհեստական բանականության մեջ է, այդ առումով Հայաստանը առավելություն եւ առաջ է մեր հարևաններից։ Լոնդոնը հետաքրքրված է նաև Հայաստանի տարանցիկ ներուժով։ 2025-ի օգոստոսին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ Վաշինգտոնի գործընթացը կարևոր փուլ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու ճանապարհին, հաստատելով իր աջակցությունը հաղորդակցությունների բացման ու տարածաշրջանային կայունությանը։ Մեծ Բրիտանիան ուզում է հասկանալ, որ իրենք ոնց կարող են ներգրավված լինեն այս տրիպի ծրագրին եւ բնականաբար Միացյալ Նահանգները ավելի մոտիկ է մտերիմ հարաբերությունի Մեծ Բրիտանիայի հետ, քան թե Եվրոպական միության հետ կամ տարբեր եվրոպական երկրների հետ։ Այդ առումով Մեծ Բրիտանիան իրենք շատ հետաքրքրված են, որ ոնց կարան ասենք դեր տանը, որպեսզի ներդրման մի աղբյուր։ Եվ իրենք ունեն մասնավոր ընկերություններ, որը իրենց համար այս տրիպի ծրագիրը շատ կարևոր է։ Ֆիլդ Ֆիշերը բրիտանական միջազգային իրավաբանական ընկերության հետ է Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը օրերս քննարկել թրիփուղու իրավական կառուցվածքը։ Փորձագետի խոսքով ակնհայտ է, որ բրիտանական հետաքրքրությունները այս նախագծում մեծ են։ Սա հրապարակված չի, բայց Միացյալ Նահանգները նախատեսել է, որ եկող տարի Լոնդոնում ինվեստորների ֆորում կազմակերպի, որ տեսնեն, որ երկիրներն են եւ որ մասնավոր ընկերություններն հետաքրքրված, որ ներդրում անեն այս տրիպի ծրագրի մեջ։ Այդ առումով հասկանում ենք, որ Մեծ Բրիտանիան լինելով Եվրոպայի ֆինանսի կենտրոնը, բնականաբար, երբ որ տեսնում ես Միացյալ Նահանգները ձեռք են բերում ամենամեծ ծրագիրը Եվրազիայում վերջի 35-40 տարվա մեջ, անգլիացիների համար իրենց համար սա շատ հետաքրքիր է։ Լոնդոնը մեծացնում է ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, փորձագետները կարծում են, որ ճիշտ պահն է բրիտանական ներդրումային հոսքերը ուղղորդել դեպի Հայաստան։ Վոլոդիա Մուշեղյան, Սեյրան Անտոնյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյա լուրեր։